7-ն է, մոտ 1 ժամ առաջ ներքին գործի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ազանգ է ստացվել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցում թիվ 19 պոլիկլինիկայի հարևանությամբ գտնվող ջրանցքում կամ ջրատարում դի է նկատվում։ Օպերատիվորեն ժամանել են Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Երևանի փրկարարական վարչության պետ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ փրկարարները ջրանց կամ ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին, դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները սահմանազատել են տարածքը, այս պահին արդեն տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Մալաթիայի քննչական բաժնի խումբը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Տեղում են նաև դատական բժիշկը, այս պահին պարեկները, ինչպես նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու, նրա բնակության հասցեն ճշտելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քանի մետր է եղել խորությունը։ 2 մետր ինչ է։ Փրկարարները մոտ 2 մետր խորությունից են մարմինը դուրս բերել և մոտեցրել անվտանգ վայր։ Կանչ ենք ստացել քանի որ ոսող ջուրը արագ ռոսել է, մենք նախապես առաջի հատվածից ենք եկել, մեքենան այս կողմից է մոտեցել, աշխատողներին ենք իջել ենք, այս կողմից ենք նայել, այնտեղ քանի որ հենց իջանք նայելու չուստ անցավ ու ինքը անցավ, չկարացանք, այնտեղ ձեռնես բան չկար, վազելով մոտարապես 700 մետր եկել ենք ստեղ, արդեն համապատասխան բաներ կատարելու, քաղաքացիներ կանգնացել են, ստեղից հանել ենք դուրս, ընդամենը այդ է։ 2025 թվականի հունիսի 7 ժամը 12:37-ին պատահվում է դեպքի վայրի զննություն Երևան քաղաքի Անդրանիկի 3/1 հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայի հարակից ջրանցքի հողակցած տարածքում դեպքի վայրի զննություն իրականացել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի Վարդանյանը, դեպքի վայրի զննություն ամբողջությամբ տեսաձայնագրարվում է սպեկտր VS օգնակի 03-33 անհատական համարով տեսաձայնագրարող շարքով, դեպքի վայրի զննությանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության հվոգվող Մալաթիայի բաժնի հետազոտող ոստիկան Ռազմիկ Սիրունյանը, ՆԳՆ ՊՊ ԵԽԳ առաջին գումարտակի 3-րդ վարչի կրծեր Պարեկ Միքայել Գրիգորյանը, ՆԳՆ ՊՊ ԵԽԳ համար 7 ՀԽԶ հրամանատար ԹՏ գնդապետ Գևորգյանը, ինչպես նաև դատաբժիշկ Ելենա Մարկոսյանը, դեպքի վայրի զննությունը, ինչպես նշեցի, պատահվում է Անդրանիկի 3/1 հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայի հարակից ջրանցքի տարածքում, նշենք, որ ջրանցքի հարակից մինչ պոլիկլինիկան ճանապարհը, որը տարածք է, որի ձախակողմյան գտնվում են մետաղական խողովակներ, աջակողմյան տարածված մետաղական թղթեր են, իսկ դրանից հողացած տարածքի վրա արտահայտական ձեռի ներկայացուցիչ խնդրում հայտարարեց ինչպես է կայքարել հայտարարական ձեռի ներկայացուցիչ չպատասխանելու են որ բաժնագիտեի